Компании «Ташир». Все грани бизнеса. Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերի աշխատանք շարունակում է մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանի հյուսիսային հատվածի բնապահպանական խնդիրները մտնում են օրակարգ, ՀԿ կենտրոնը սկսել է նոր ծրագիր, Անահիտ Կարապետյանն է ծանոթացել բոլոր կարևոր մանրամասներին։ ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն տվեց հերթական ծրագրի մեկնարկ, այս անգամ շեշտը դրվելու է բնապահպանության վրա։ 16 ամիս շարունակ իրականացվող ծրագրի շրջանակներում վեր կհանվեն հյուսիսային շրջանի բնապահպանական խնդիրները։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով։ Ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գեհ փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով։ ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ համակարգող Արփինե Հակոբյանը խոսեց նպատակներից։ Կնպաստի առավել շատ մասնակցությանը բնապահպանական որոշումների կայացմանը եւ ավելի կայուն բնապահպանական միջավայր կստեղծի, որտեղ բոլորի ձայնը լսելի է դառնում։ Հզորացված քաղաքացիական հասարակական կազմակերպություններ հանուն կայուն բնապահպանության բնապահպանական կառավարման խթանում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացման միջոցով ծրագրի առաջին հանդիպմանը ներկա են հյուսիսային տարածաշրջանի քաղաքասարակության կառույցները, ինչպես նաև ներկայացուցիչներ մայրաքաղաքից։ Արփինե Հակոբյանի խոսքով հանրապետության հյուսիսային մասում բնապահպանական խնդիրները շատ են, իսկ թե ինչու են ներկայացուցիչներն ընտրվել վերոհիշյալ տարածաշրջաններից, պարզաբանումը հետևյալն է։ Շատ ավելի կարևոր է, որ այստեղի բնապահպանական ՀԿ-ները ձեռք բերեն շահերի պաշտպանության եւ կառավարման ոլորտում կարողություններ իրենց առաքելությունը արժանվույն իրականացնելու համար եւ Երևանի ՀԿ-ներ, որոնք առավել շատ մոտ են որոշում կայացնողներին ազգային մակարդակում եւ կարող են իրենց ներուժը ներդնել, իրենց կարողությունները ներդնել, պահելու կապը որոշումների կայացման գործընթացը առավելագույնս արդյունավետ կազմակերպելու։ Մեկնարկը տրվեց նաև խորհրդանշական տորթով, հաջորդիվ առաջին դասընթացն է ռազմավարական կառավարման ոլորտի քննարկմամբ։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Գարնան զարթոնքը խորհրդանշող եղանակի ընթացքի մեջ է, բացվել է նաև Գարուն խորագրով ցուցահանդես, Գոհար Մովսիսյանն է ծանոթացել ներկայացված աշխատանքներին։ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Գարունը այնպես պայծառ է կրկին։ Գարնանային այս ներշնչանքով էլ Վանաձորի Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում բացվեց երիտասարդական ցուցահանդես Գարուն խորագրով։ Նախաձեռնությունը Լոռու արվեստի զարգացման ակումբի երիտասարդներինն է։ Սա ոչ թե պատահական, այլ պարբերաբար բնույթ կրող ցուցահանդեսների շարք է, որ արդեն մի տարի է ակումբը գործում է։ Պարբերաբար ցուցահանդեսներ ունի, սա Գարնանային մեր առաջի ցուցահանդեսն է այս տարվա մեջ։ Ներկայացվեց 23 հեղինակի ավելի քան 40 ստեղծագործություն։ Աղջիկների եւ տղաների քանակները համարյա հավասար են, այսօր մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ նույնպես համընթաց քայլում են իրենց եղբայրների, ընկերների հետ։ Տարոն Մարուքյանը ցուցահանդեսին ներկայացրել է 3 թեմատիկ նկար, որոնց հիմնական ասելիքը կանանց գեղեցկության պատկերումն է։ Ցուցահանդեսին առաջին անգամ չէ, որ մասնակցում է։ Անընդհատ մենք մասնակցում ենք, ճիշտ ասած, ու շատ լավ է, էլի, ասենք անընդհատ զգում ենք զարգացումը, թե ասենք երիտասարդների անընդհատ ամեն ցուցահանդեսի հետ ինչ-որ բան փոխվում է ու դեպի լավը։ Այդ շատ լավ է, էլի, շատ ուրախալի է։ Նախկին ցուցահանդեսների հետ համեմատած այս ցուցահանդեսի գեղանկարչական մակարդակը ավելի բարձր է։ Նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են ոչ միայն երիտասարդ նկարիչներին վերհանելու եւ հանրությանը ճանաչելի դարձնելու, այլև քաղաքի ու մարզի արվեստի ոլորտում եղած ավանդները շարունակելու առումով։ Կարևորում ենք միջոցառումը այնքանով, որ Վանաձոր քաղաքը, Լոռու մարզը ընդհանրապես հայտնի է եղել միշտ իր արվեստագետներով, իր մշակութային գործիչներով եւ այսօր մենք փաստորեն ունենում ենք սերնդափոխություն երիտասարդ մասնագետների տեսքով։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Աջարիայի հայ համայնքի ու Վանաձորի ֆուտբոլային թիմերը ընկերական հանդիպում են անցկացրել, ով հաղթեց, իմացեք առաջարկվող տեսանյութից։
Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ բարեկամությունը։ Հենց այս կարգախոսով էլ Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում տեղի ունեցավ ընկերական հանդիպում, որին մասնակցեցին Մարզկենտրոնի եւ Բաթումիից ժամանած ֆուտբոլի երիտասարդական թիմերը։ Այսօրվա այցի նպատակը հիմնական սպորտային եւ ճանաչողական այց էր մեր հայ վրացահայ երիտասարդները, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանան մեր Վանաձորի հետ, ձեռք բերեն նոր ընկերներ, նոր հարաբերություններ զարգացնեն։ Ինչպես գիտենք, Վանաձորը եւ Բաթումին քույր քաղաքներ են, եւ այս հանդիպումը խոսում է այն մասին, որ անգամ սպորտի միջոցով կարելի է բարեկամանալ եւ պահպանել բարիդրացիական հարաբերություններ։ Շատ կարևոր հանդիպում է այն տեսակետից, որ դա եւս մի քայլ է Բաթումի եւ Վանաձորի քույր քաղաքների համագործակցության խորացման պլանով եւ շատ կարևոր է, որ նոր սերունդի մեր Վանաձորի եւ Բաթումի երիտասարդները նման հանդիպումներով ավելի են խորացնում իրենց հարաբերությունները։ Ֆուտբոլային հանդիպումն ընթացավ ջերմթնոլորտում, խաղն ավարտվեց 8-7 հաշվով հօգուտ Վանաձորի թիմի, բայց ինչպես ասում են, հաղթեց բարեկամությունը։ Խաղը լավ ընթացավ, 8-7 պարտվեցինք։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում, իմ ընկերներից շատերը նույնպես։ Ամեն ինչ հրաշալի է, մենք նման ջերմ հյուրընկալություն չէինք էլ սպասում։ Հանդիպման վերջում թիմերի մասնակիցները փոխանակվեցին նվերներով, Լոռու մարզպետի կողմից երկու թիմերին էլ մեկական խորհրդանշական գնդակ նվիրաբերվեց։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Առջևում եղանակային նորություններն են Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես ձեզ այսքանով հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան կիրակի ցտեսություն։ Գնայք ցածր գնով էլեկտրատեխնիկա եւ համակարգիչ լյուքս մասնագիտացված խանութներից։ Խնայեք ձեր ժամանակը լյուքս մասնագիտացված խանութսրա քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 28։ Լուսատու լամպերի եւ ջահերի մասնագիտացված խանութ սրահ։ Այստեղ դուք կգտնեք գիպսակարտոնե առաստաղների համար նախատեսված լամպեր, լուսարձակներ, ինչպես նաեւ էկոնոմ լամպեր, որոնք ծախսում են քիչ էլեկտրաէներգիա եւ երկարադիմացկուն են, ապահովելով նույն չափի լուսավորվածություն։ Լուսատու Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցներն են Լուսատու մասնագիտացված խանութսրահը, ինչպես նաև Lux Computers-ը։ Մեկ եղանակային լուր աշխարհից Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափերը հեղեղած այտացիկլոնը վերջին ժամերին նկատելիորեն թուլացել է։ Փոթորկյուժ գնությունն արդեն առաջին մակարդակով է գնահատվում, այն իր հետ սրընթաց քամի եւ տեղատարապ անձրև է բերել։ Այստեղ անձրևները դեռ չեն դադարել, քամու արագությունը 120 կմ/ժ է հասնում։ Ավելի քան 8500 ընտանիքներ շարունակում են առանց էլեկտրականության մնալ։ Այս պահին դեռևս դաշտավայրային շրջանների հեղեղման վտանգ կա։ Բարեբախտաբար մեր տարածաշրջանում նմանատիպ աղետներ չեն սպասվում, իսկ թե ինչ է խոստանում եղանակը տեղեկացնենք հենց հիմա։ Ապրիլի 13-ին եւ 14-ին կդիտվի մեծ մասամբ անպամած եղանակ ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև եւ ամպրոպ լեռներում գիշերային ժամերին տեղ-տեղ ձյուն։ 13-ի երեկոյան ժամերին հնարավոր են առատ տեղումներ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Հնարավոր է քամի մինչեւ 20 մետր/վայրկյան արագությամբ, գիշերը տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց եւ բուք։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 8 ցերեկը 19 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքների ստաշիրում սպասվում է գիշերը 5 ցերեկը 11 աստիճան տաքություն։ Արավերդիում կանխատեսվում է գիշերը 8 ցերեկը 17 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 5 ցերեկը 10 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 5 աստիճան ցերեկը 11 աստիճան տաքություն, իսկ Մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 7 ցերեկը 12 աստիճան տաքություն։ Երևանում ապրիլի 13-ին օրվա երկրորդ կեսին 14-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև ու ամպրոպ։ Քամին կլինի մինչև 15 մետր/վայրկյան արագությամբ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 19 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումներից ժպտացեք հաճախ, ցտեսություն։